Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ուզում եմ խնդրեմ ձայնը միած ստուգենք միասին, հա? Մի հատ ասեք ձայն կա։ Ձայն ունենք, հա? Եթե ձայն ունենք, սկսենք խոսել։ Շնայած նաև սա ժամանակա, որ մարդիկ միանան, էլի, հա, ասում եմ լավ է։ Ձայնը կա։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն այսօր տեղեկություն տարածվեց, որ իշխանությունները քննարկում են այսպես կոչված համաձայնեցված խաղաղության եւ միջպետական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի տեքստը միակողմանի ստորագրել։ Մամուլ է, գրում է, մեր տեղեկություններով եղել է նման քննարկում իշխանության ներսում։ Չեմ բացառում, որ ինչ-որ էքսպերտային քննարկում ա եղել, չեմ բացառում, որ ուղղակի իշխանությունները, չգիտեմ, հենց իշխանության ներսում են քննարկում, տեղական չի սա, բայց իդեան բնականաբար քննարկվում է, եւ այս իդեան, որ քննարկվում է, շատ կարեւոր է, որ դրա վերաբերյալ նախ պարզաբանում տանք մեր գիտելիքների եւ փորձի շրջանակներում, թե ինչ է դա նշանակում, եւ հետո նաեւ կարծում գնահատական։ Ինչ է տեղի ունենում։ Ուրեմն մի քիչ կարճ նախապատմությունը երևի անցնենք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև շուրջ 4 տարի եւի սխալ է ասել, 21 թվականի ընտրություններից հետո խորհրդարանական սկսվել են լիարժեք բանակցություններ, կարելի ասել 22 թվականից եւ շուրջ 3 տարի ընթացող բանակցությունների արդյունքում հայկական կողմը վերջին երկու կետերը, որ երկար չէր համաձայնվում, համաձայնվեց եւ Ադրբեջանից լսեցինք այդ հայտարարությունը, որ Հայաստանը համաձայնվել է եւ որի արդյունքում պետք է արդեն սկսվեին ինչ-որ կոնսուլտացիաներ ստորագրման վայրի եւ ժամկետների վերաբերյալ, բայց ինչ տեղի ունեցավ, Ադրբեջանը հայտարարեց, որ բայց չէ որ սահմանադրության փոփոխության պահանջը ուժի մեջ է մնում եւ Հայաստանի սահմանադրությունը փոփոխված չէ եւ նրանք շարունակում են պնդել, այդ թվում նաեւ Մինսկի խմբի պայմանը, որ պետք է Մինսկի խումբը նույնպես լուծարել եւ ես կարծում եմ, որ մենք երկու հատ տրյուկ ենք արել, ուզում եմ շատ անկեղծ խոսենք, էլի, ինձ թվում է բանը ժամանակն այնպիսին է եւ process-ներն այն հարցերի մասին են, որ չի կարելի էլ տես կիսատ բաներ ասել, տենց, ասեմ որ լինում են, որ կիսա ճշմարտություններ են ասում, հետո ամեն ինչի հերը անիծվում է դրա արդյունքում։ Ես կարծում եմ, որ հայկական կողմը որոշել է, որ եկեք այս երկու կետն էլ համաձայնենք ու առաջարկենք հիմա ստորագրել։ Միևնույն ժամանակ գիտակցելով եւ իմանալով, որտեղ դա հրապարակային է, բոլորս գիտենք, որ Ադրբեջանը ունի պայմանագրից դուրս, այսինքն տեքստից դուրս բազմաթիվ պայմաններ, որոնք ավելի խայտառակ պայմաններ են, ավելի ֆունդամենտալ մեզ կազմաքանդող են, քան որ այդ տեքստում ինչ-որ պետքա լինի, որտեղ այդ տեքստից այնքան կարևոր բաներ են դուրս մնացել, ինչի մասին նախորդ մեր տեսաուղերձում խոսել ենք։ Եվ հայկական կողմը այս երկու կետին համաձայնում է, վերջին երկու կետին, որը իմ կարծիքով չպետք է համաձայներ, եւ գոնե երրորդ ուժերի մասով դա մասին իմ առանձին նշում ունեմ, արձագանք ունեմ, մանրամասն խոսեմ, չպետք է համաձայնել, բայց համաձայնում է կարծելով, որ Ադրբեջանը հիմա կընկնի միջազգային ճնշման տակ եւ էլ սահմանադրություն բան չի պահանջի եւ կստիպենք միջազգային հանրության միջոցով, որ Ադրբեջանը ստորագրի։ Այդ հայտարարությունը արվում է, շատ արագ սկսվում է աշխատանք տանել միջազգային հանրության հետ, որ բոլորը ողջուն են։ Հետո բոլորը սկսում են ողջունել, որովհետեւ Հայաստանն ասում է, ես վերջնականապես համակերպվել եմ խաղաղությանը, այս Ադրբեջանի պահանջներին, հիմա գնդակը Ադրբեջանի դաշտում է, ճնշեք Ադրբեջանին, որ Ադրբեջանը ստորագրի։ Ես կարծում եմ սա հերթական ֆունդամենտալ սխալ հաշվարկն է եւ նաեւ ես կասեի, որ շատ պատանեկան։ Եվ գիտեք ինչ եմ ասում, որովհետեւ փորձ կա արդեն նման բաներ անելու
Երբ որ ինչ-որ բաները մենք մեր ձևի ենք մեկնաբանում, մենք մեր տանը գոռում ենք մեր ձևի մեջ, որ այս ձևի այս հարցը, բայց սես պետք է լինի, բայց ամբողջ աշխարհը գիտի, որ չէ, էլի դա այդպես չի։ Այսինքն չգիտեմ ում ենք խափում, ում ենք ուզում բան անենք, բան։ Ես կարծում եմ Հայաստանը անում է պրիոմ եւ մնում է պրիոմի տակ։ Այսինքն պրիոմը անում է երկու կետի ընդունումով, որ հեսա Ադրբեջանը կընկնի ճնշման տակ։ Ադրբեջանը ոչ մի ճնշման տակ բնականաբար այսքան ժամանակ չի ընկել, չի էլ ընկնելու, բացարձակ հիմա այլ աշխարհը։ Եվ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ձեռ է կառնում, ինչ տեղի եւ ժամանակի մասին խորհրդակցություն սկսել, եթե դուք սահմանադրությունը չեք փոխել ձեր։ Հետեւաբար ասում եմ, սա ժամանակավրեպա սահմանադրությունը փոխեք։ Որից հետո սկսվում են լուրեր տալ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակում են Ադրբեջանի դիրքերի վրա։ Պատկերացնեք Հայաստանի պարտված կողմի զինված ուժերը, այն կողմի, որը վերջու երկու, ասես խայտարակ արհավիրք բերող նախապայմաններն ընդունել, այդ կողմը կրակում է Ադրբեջանի վրա, տրամաբանություն չկա, չէ՞ բացարձակ։ Բարձր սուտա կեղծիք, հա, պրոպագանդա է, տարածում են հայկական կողմը բնականաբար հերքում է, պատասխանում է, այնտեղ բան, պրես ռելիզային պայքար կռիվ է գնում դրա վերաբերյալ, բայց էությունը հետեւյալն է, որ Ադրբեջանը այդ կրակոցների վերաբերյալ տեղեկատվություն տարածելով եւ միջազգային հանրությանն ուղերձ տալիս, որ այս ամեն ինչ էս ինչ որ արվում է, սա բան է, էլի, էսում եք ուզում ֆրասնեք, այդ պրյոմը չի անցնում։ Եվ երկրորդ նաև իր ժողովրդին է ուղերձ տալիս, որ ժողովուրդ ջան, հա, չխաբվեք էս ու բաներով միջազգային։ Եվ շարունակում է պնդել այն ինչ որ պնդում է։ Ադրբեջանի վարած քաղաքականությանը որպես հետևող մարդ, ես պետք է ասեմ, որ անլուրջ վերաբերվել իրենց եւ անլուրջ մոտեցումներ, փորձել պրյոմներ անել, բան չի ստացվելու եւ այդ պրյոմները շուռ են գալու մեր դեմ եւ մեր գլխին են ջարդվելու։ Երկրորդ պրյոմը, որ հիմա քննարկվում է, փաստորեն, դա ճիշտ է թե սուտ է, բայց եկեք հիպոթետիկը քննարկենք։ Պատկերացնենք Հայաստանը քննարկում է միակողմանի ստորագրել եւ ասել վերջ ես ստորագրել եմ, всё։ Դա ավելի խայտարակ պրյոմ է, քան առաջի պրյոմը, ինչու՞։ Որտեղ առաջի պրյոմի պարագայում գոնե այդ երկու կետերով համաձայնությունը, որ տրվել ենք, բայց թուղթ չկա ստորագրած եւ սահմանադրություն են ուզում փոխենք, չեն ստորագրում, կա համաձայնված տեքստ, որը ապագա իշխանության դեմը դնելու են, բարձա, եթե այդ տեքստը մինչև այդ ստորագրված չլինի։ Ինչ բանակցություն լինի, այդ տեքստը բերելու են, ասեն եկեք սկսենք սրա հիմքով։ Այսինքն մենք թուղթ ունենք համաձայնեցված, էլի կա։ Այդ իմաստով մեծ խնդրեմ է, բայց կարելի է դա շրջանցել։ Բայց հիմա այս նոր պրյոմը եթե արվի, եթե հանկարծ միենք միակողմանի ստորագրենք, միջազգային պրակտիկան եմ ուզում ասել, միջազգային պրակտիկայում էսպես է, կա միակողմանի պարտավորություն ստանձնելու ինստիտուտ, բայց այդ կողմն է այդ պարտավորությունները կատարելու։ Այն մյուս կողմից որ կա, նա որևէ պարտավորություն չունենում այդ իրավիճակում։ Պատկերացնենք Հայաստանի վարչապետը ստորագրում է միակողմանի, դա կնշանակի, որ Հայաստանի վարչապետը արդեն գրավոր թղթի վրա ստորագրված պայմանագրի տեքստով նորից է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Պրահայի հայտարարությունը, դա հայտարարություն է։ Արդեն փաստաթղթով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը շարունակում է մեզ ճանաչել ստորագրված փաստաթղթով եւ դուրս չի գալիս Հայաստանի օկուպացված տարածքներից եւ Ադրբեջանից հնչելու են հետեւյալ պահանջները, որ քանի որ դուք միակողմանի ստորագրել եք, պրյոմ եք անում, որ իբր թե գնդակը ձեր դաշնորհիկ ստորագրեք, որ դուք միակողմանի ստորագրեք, մենք սպասում ենք այս վերջի համաձայնեցված երկու կետերի իրագործմանը։ Հենց հիմա, մենք ստորագրել եք արդեն, Եվրոպական միության դիտորդներին հանեք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանների շրջայցերից, այդ այցերից, այդ կրուգներից, եւ հենց հիմա դիմեք միջազգային արտադրության դատարան, դիմում ուղարկեք վարչապետի ստորագրությամբ եւ նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ պահանջեք, որ Հայաստանի Հանրապետության գործերը, որ ուղարկել եք այդ դատարաններ, ետ վերցնեք, կներեք։ Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունը նորից պրյոմ անել ու մնա այդ պրյոմի տակ։ Պրյոմի տակ մնալ հետեւյալն է, որ մեզ ասելու են եղբայր ջան, ստորագրել եք, չէ՞։ Դե գնացեք լարեք, գնացեք հետ արեք, կգաք խոսանք։ Եվ մենք ընկնելու ենք մի ավելի խայտառակ վիճակի մեջ, եւ աշխարհի վերաբերյալ էս մեր ընկալումը, որ էլի այդպես է չի ընկալվում, էլի որ մենք պետք է դիմենք աշխարհին։ Աշխարհը հիմա կտեսնի, որ մենք արեցինք, իսկ իրանք չեն անում։ Աշխարհը կզգա, որ մենք կոնստրուկտիվ ենք, իրանք են դեստրուկտիվ, Ժորժ ջան, չկա աշխարհի ոստիկանություն, չկա աշխարհի դատախազություն, չկա աշխարհի ինչ-որ հետևող, որ ձեր գործերին նայի,
որ դուք լավն եք թե վատը, ձեր աշկերտն եք գեղեցիկ թե իրանց, դուք դրական քայլեր արեցիք թե իրանց, դուք եք բարի կամք ունենում թե իրանց, չկա նման բան, էլի, այդ հույսը, այդ ինչի վրա է դրած, որ աշխարհը կտենա, միջազգային հանրությունը կճնշի նրանց։ Դա այլևս հիմա, մանավանդ հիմա, էլի, ասենք լավ, Տրամպից առաջ կարող է մի քիչ ուրիշ է։ Բանը էլի, տենց ապուշագույն բան է, հիմարություն, չգիտեմ ինչ բառ ասեմ, աբսուրդ է, աբսուրդ։ Բայց լավ, այսինքն մենք միակողմանի ստորագրում ենք, որ իբր դեպսո մենք մեր գործն արենք, բրցանք, всё, մենք բան չունենք էլ անելու, իրանք ընդ շարունակելու են ասել։ Այսօր ստորագրել եք, ես կետերը կա, գնացեք այդ արեք։ Բայց բացի դա դե մենք ասել ենք դրանից առաջ, շուտ երկար ժամանակ անդադ ձեզ ասում ենք, սահմանադրական հանրաքվեն սկսեք սահմանությունը փոխել։ Այդ Ադրբեջանի կողմից, այսինքն այդ Ադրբեջանի սահմանադրությունը, այսինքն ես նաև հիմնարար ձևով, չգիտեմ, ինչ ձևով նկարագրեմ, ապշած եմ մեր արդարացիան նախարարի հայտարարությունից, որ ինքն ասում է, որ նոր սահմանադրություն պետք է համապատասխանի խաղաղության պայմանագրին եւ խաղաղության տրամաբանությանը։ Եվ խաղաղության տրամաբանությունը ո՞րն է ժողովուրդ, Ադրբեջանի պայմաններն են։ Խաղաղության պայմանագրի տեքստը ինչ է։ Ադրբեջանի պայմանները, որ մենք ընդունել ենք արդեն բանը համաձայնեցված համարում։ Այսինքն ոչ թե սահմանադրությանը պետք է համապատասխանեցվեն Ադրբեջանի հետ ստորագրված բաները, այլ ասում եմ սահմանադրությունը պետք է մտնի այդ տրամաբանության մեջ։ Իսկ կարող բան անենք, մտնենք իրանց կազմի մեջ, պրծնենք, որ իրանց սահմանադրության մեջ տեղավորվենք ու տենց լինի։ Ասենք ոնց կարելի է մենք մեր իրավունքներից այս ձևով էլի սենց հրաժարվելով գնանք։ Ես թվում է որ դուք ձեր իրավունքներից հրաժարվեցիք, որևէ մեկը ձեզ հարգելու է, որևէ միջազգային հանրություն ձեզ ասելու է մալադես դուք դեմ կերեք, ապրեք, էսա գալիս ենք ձեզ պաշտպանենք։ Մեկ է տեսնում եմ հատ կետ կա որ չի կարելի Հայաստանում ուրիշ զորքեր մտնել ու ասում լավ կներեք չենք կարող, գանք բարի գիշեր ձեզ։ Հա։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, սա այս պարզունակությունը, այս մանկական, այս մանկամտությունը, այս բանը, ես ես ամենայն անկեղծությամբ ասում, Հայաստանը այս կոնֆլիկտի հետ կապված 19 թվից սկսած, արդեն հետ կա մենք հետ նայենք, որտեղ լրիվ գիտենք ինչ ա եղել։ 19 թվից սկսած ինչ պրիոմ արելա, պրիոմի տակ է մնացել, այդ ուրիշ լեզվով ասեմ, էլի պրիոմ, վարժություններ անում, տենց միած սենց մտնենք, բան ոնց անեմ, բան գլխի վրա վեր անում։ 19 թվին խաղաղության պլանը մերժում է Հայաստանը, տենց ու սկսում են պրիոմներ անել։ Մենք բանակցային կոնցեպտն ենք ուզում փոխել, բանը անվտանգությունը, խաղաղությունը, բանը, կարգավիճակը, բան, ասես ինչ-որ բաներ։ Ու դա ինչ ա լինում, պատերազմ, այլանդակ պատերազմ։ Հետո ինչ ա անում։ Պատերազմի ընթացքում ենք պրիոմներ անում, պրիոմներ, վերջային ոչ մի պրիոմ չի լինում, նոյեմբերի 9-ն է գալիս։ Նոյեմբերի 9-ի իմպլեմենտացիան ինչ ա լինում, էլի պրիոմներ, անընդհատ պրիոմներ անում Հայաստանը։ Հիմա նույնն է պատմությունն է։ Մենք մեր մասը արել ենք, մենք շո, մենք ստորագրել ենք, գնացեք ինչ ուզում եք արեք։ Ստորագրեք մեզ ասելու են, բայց չեք վավերացրել, տարեք պարլամենտ վավերացրեք հլա։ Գործերը Եվրոդատանից չեք վերցրել, արդարացիան միջազգային դատանից չեք վերցրել, բայց եվրոդիկտորներին չեք անի, մյատ ասեք դուզ գան։ Եվ մենք բոլորս գիտենք, արդեն խոսել ենք այս մասին, որ պայմանագրի այս տեքստից դուրս կան մի շարք sense պայմաններ, որոնք ավելի ահավոր են։ Եվ այդ պայմանները նույնպես առաջ են բրդվում, որ պետքա մենք անենք։ Հետեւաբար Ժորժ ջան, այս մեթոդաբանությամբ, այս գործիքակազմով դեռևս տարի, 2 ամիս, մի ամիս առաջ իմ հրաժարականի տեքստում ասել եմ նույն գործիքներով, նույն մոտեցումներով հնարավոր չէ սարքել։ Այդ նույն գործիքներով արդեն Ղարաբաղը կործանված է։ Հիմա նույն գործիքներով գնում է process Հայաստանը կործանելու վերաբերյալ։ Եվ էսա, եթե Ղարաբաղի ժողովուրդը գոնե, ասենք, արտագաղթելու որպես փաստական տեղ ուներ եկավ Հայաստանի ժողովուրդը չունի տեղ, որտեղ արտագաղթելու, չգիտեմ։ Չկա երրորդ հայկական պետություն էլ երկու հատ էր։ Մեկը կործանվել է, հիմա այս մեկի կործանման process-ն է գնում։ Ոնց բան անենք, բացատրենք այս ամեն ինչը։ Հիմա մանիպուլյացիաների մասին։ Ես տեսնում եմ, որ ՀՄԵԿ-ում, չգիտեմ ինչն է պատճառը, ասենք, Արսեն Թորոսյանին հրավիրել են ՀՄԵԿ, որը առողջապահության նախարար է եղել, առողջապահության կազմակերպման ոլորտից գաղափարներ ունի ինքը։ Եվ իրան հրավիրել են, ասում են, ոնց պետք է անենք այս խաղաղության պայմանագիրը, բան ինքը խոսում է սենց, Ղարաբաղի ղարաբաղցիները արդեն իրանք գնան Ադրբեջանում, այնտեղ ուզում են գնան ապրեն, մենք Հայաստանը կողմ չի, բան, ասես բաներ է խոսում։ Ունդեղ ասում է մանիպուլացնում են, բանը երրորդ ուժերն ասում է, սահմանի երկայնքով չպետք է լինեն։ Ոչ թե
Հայաստանի տարածքում չգիտեմ ինչ բան։ Իսկ կներես մենք ինչ էինք ասել որ։ Իսկ կներեք մի հատ հարց տամ։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով Եվրոպական միության դիտորդներն են կանգնած սահմանը պահում։ Ոչ, Հայաստանի զինված ուժերն են կանգնած։ Եվրոպական միության դիտորդներն ինչ են անում։ Այդ մայրուղիով գնում գալիս են, մեկ այդ սարերն են բարձանում, բինոկլով նայում են։ Ու գնում են տուն քնում, տանը քնում են։ Հետեւաբար այդ երկայնքով անցուդարձ անող ուժերին բացառող նախապայմանը դուք ընդունել եք։ Ոչ թե սահմանի վրա կանգնած։ Ավելին ասեմ, այդ եվրոդիտորդները քաղաքացիական ուժ է, եւ ընդունել եք ուզում եք հանեք, չեք ուզում հանեք, բարձր հանելու եք, կարծիքած չունեմ դրա մեջ, բայց այդտեղ հարցը դա ես ինձ դա չի բանում։ Լավ, հիմա թույլ ենք ցանել վիճակը, այդ բանը համաձայնվել ենք, որ հիմա հանենք։ Ապագայի վերաբերյալ, մեր թորների, մեր ծորների վերաբերյալ այդ պարտավորությունը, որ ինչ եք ստանձնում։ Կամ մեր թորներն են ավելի լավն են գտնվում, քան նրանց պապերն էին, եւ փորձում են նենց են անում, ասենք, չգիտեմ, բերում են այստեղ բանը, արդեն նոր հզոր Եվրոպայի ռազմաբազա, օրինակ, այդ ձեր սիրած։ Չգիտեմ, դա ճաշակի հարց է, ինչ ռազմաբազա, չեն կարողանալու անել, որովհետեւ նման արհավիրքային նախապայման եք ընդունել։ Հետեւաբար մի մանիպուլացրեք մարդկանց։ Մի խափեք մարդկանց, սա սուտ է նավթ։ Մյուսը բանը տարածվում, որ բա համաձայնագիրը եւ պայմանագիրը, դրանք պայմանագիրը պարտադիրը, համաձայնագիրը պարտադիր չի, Ժորժ ջան, ընկել եք դիզայնի հետևից, նախ տեքստը բնականաբար անգլերենից է թարգմանվում։ Անգլերենից թարգմանելով հիմա հայերենում կարող են օգտագործել համաձայնագիր, կարող են օգտագործել պայմանագիր, Վիեննայի կոնվենցիայի համաձայն այն պարտադիր իրավաբանական ուժ ունի կատարելու ստորագրող կողմերի համար։ Հետեւաբար մի ինգեք այդ դիզայնի հետևից բովանդակության վրա կենտրոնացեք, կամ նստեք Վիեննայի կոնվենցիան կարդացեք, կամ դե չեք հասկանում, մեկ խոսացեք այդ թեմայից։ Տոյկով հասկանում են նրանք խոսան։ Էդ էլ այդ մասով։ Հետեւաբար այս պայմանագիրը միակողմանի Հայաստանը կարող է ստորագրել, կա նման պրակտիկա, միակողմանի կարող է ստանձնել պարտավորությունը, մեր վզից բռնելու են կատարել տանձերից, ծեր ու հակառակ կողմից ոչ մեկին չեք կարողանալու ասել կատարել։ Բացի լալահարաժ ելույթները, որ մենք էինք կոնստրուկտիվ, իսկ իրենք ոչ, ում է այդ արկիր։ Հա ինչ անենք։ Եղավ։ Իսկ ով է այսօրվա աշխարհում կոնստրուկտիվ։ Կամ խի պետք է լինել մեկը կարող ասի, ինչի պետք է լինել կոնստրուկտիվ։ Ինչ է տվել Հայաստանին լինել կոնստրուկտիվ, էլի որտեղ ենք մենք կոնստրուկտիվ եղել ու շահել ենք։ Պետք է պայքարել, պայքար է պետք։ Պայքար, քո իրավունքը պաշտպանել, դիմել միջազգային բոլոր մեխանիզմներն օգտագործել, ծանրաբեռնել այդ մեխանիզմներով հակառակ կողմին, որ մի բան չլինի, ասի ես մի բան հետ քաշի, 1000 բան լինի, 1000 բան ունեն աս հանել դնելու։ Այդ է պետք անել, այդ սաղ մեխանիզմներին մենք միացել ենք, բայց այդ մեխանիզմները չեն օգտագործվում։ Չեն օգտագործվում։ Հռոմի ստատուտը չի օգտագործվում։ Այդ դատարանում ուրիշ գործեր կարելի է տարել, չի արվում, չի արվելու։ Եվ այս ստորագրումից հետո ապագայում ենք պարտավորվել որ չդիմենք։ Հա, լավ հիշեցի։ Իրավապաշտպան կառույցներից մարդեր ինձ ասում են, բայց չէ որ այս գործերը հետ վերցնելու մասին, ապագայի մասին չի։ Ոչ։ Նստեք նայեք արտգործնախարարի հարցազրույցը։ Խոսքը գնում է այս պահին ու այս հակամարտության վերաբերյալ հայ-ադրբեջանական process-ների վերաբերյալ ապագայում էլ չենք կարող ոչ մի բան տալ դատարան։ Ապագայում էլ։ Ձեր թորներն էլ չեն կարող տալ։ Բայց այս թղթերից դուրս իրանք այնտեղ հաշվել են, թե ինչքան վնաս ենք մենք հասցրել ուզում են գան այդ փողերը ուզելու են։ Եվ դա չի կապվելու դրա հետ, իրանք այդ առանձին անելու են։ Ինչ են իրանք անում։ Իրանք բացում են բանակցային բազմաթիվ սեղաններ ժողովուրդ։ Բազմաթիվ։ Այս հարցով ստեղ խոսանք, այս հարցով ստեղ, այս հարցով ստեղ, այս հարցով ստեղ, այս հարցով ստեղ, այն հարցով այնտեղ, չէ՞։ Այդ սա սեղաններին կանչում են բանակցությունների ու ամեն կտորում մեզանից քերում են, մեզանից վերցնում են ամեն ինչ կարան։ Սխալա բան տենց աղճատված բանակցային process-ի մեջ մտնել։ Կործանարար է, խայտառակություն է։ Այսինքն այս պայն ես գոնե այնքան գիտեմ, որ այդ հարցը քննարկվում է, միակողմանի ստորագրման։ Եթե ես մեր խոսակցությունը կազդի դրա վրա, որ չանեն նման բան, փառք Աստծուն, ինչ ասեմ։ Չի ազդի էլի փառք Աստծուն, մեղքն իրանց վիզը, դուք գիտեք, այն որ ասում եմ մեզանից է, հիմա պատկերացնենք, ասենք, այդ էքսպերտային քննարկումն է ինձ էլ են հրավիրել։ Այս ինչ բառացի լսեցիք ստեղ, բառացի ասել։
Բայց հիմա դե իրանք իրանցով հավաքվում են, իրանք իրանցով քննարկում են, իրանք իրանցով որոշում են։ Ու այդ անդադար ստատուսներ գրել, տեքստը համաձայնեցված է, այն պատրաստ է, ստորագրման, բանց այս Facebook-ում գրում եք։ Այսինքն ինչ Ալիևը նայում ասում է, վայ քո այս ինչ եմ անել, ո՞րս արել։ Ոնց անեմ, արա, ոնց անցես ստատուսներից ես փախնեմ, ստիպված բան անեմ։ Այդքան պարզունակ է ամեն ինչ։ Այդքան չեք հասկանում ինչ process է։ Այսինքն ինչքան կարելի է մեզ բան ասեն, մենք չուզենանք դա հասկանանք։ Մեզ ասում են ձեր սանացությունը պետք է փոխել։ Կամ ՍԴ որոշումը վերցնում ենք ու մինչև վերջ ասում ենք որ չկա փոխելու բան, կամ չեք կարող այս մեթոդաբանության բանակցային process-ի մեջ մտնել։ Չի լինելու։ Ասենք անիմաստ է։ Սկզբից ասել երկու հատ կարմիր ցուլեր կանգնած են, պետքա փոխենք, որ մեջտեղով անցնենք։ Բան հետո կանել ասել դա մեր ներքին գործն է։ Չի լինում, արդեն всё։ Դուք ոնց ասեմ, վիզ եք առել եմ, որ ասում։ Չի դառնում, էլի չի աշխատում տենց։ Հետեւաբար պետքա ձեզ բոլորին պետքա փոխել։ Ձեզանով անհնար է Ադրբեջանի հետ հասնել խաղաղության։ Ես ուզում եմ Ադրբեջանի հետ մենք հասնենք խաղաղության։ Ձեզանով դա անհնար է լինելու։ Դա ուղղակի բացառված է։ Դա չի կարող լինի տենց բան։ Ուղղակի ձեզ պետք է որ մինչև ընտրությունները մի բան տենց մի հատ ինչ-որ մի բան սարքեք, ասեք եղավ, որ մի հատ թազա վերընտրվեք։ Ձև չկա ձեզանով որևէ բան անել։ Ուղղակի բացառված է։ Հիմա այս խաղերը, ինչ որ արվում, այս պրիոմները, առանց այն էլ պարզա որ զրոական հարաբերություններ կա, զրո վստահություն, զրո հարգանք, պատկերացրեք 4 տարվա բանակցային process-ը, չէ՞, զրո հարաբերություն, զրո հարգանք, որ հայկական կողմը խնդրում ասում է, լավ էս երկու կտորներ ընդունեցինք, խնդրում են կլինի ձեր այդ հայտարարություններին, ասում են չեն ասում, չեն պատասխանում, ու իրանք առանձին հայտարարում են։ Այդքանից հետո դուք ինչ խաղաղություն եք խոսում։ Այս երկու օրն էլ որտեղ էին հայտարարում, որ Հայաստանի Հանրապետությունը դիրքեր է կառուցել, չգիտեմ ինչեր, դա պետք է քանդեք։ Դուք հասկանում եք, այսինքն ասում եմ դաշնակից մի ունեցեք, բանակը մի զինեք։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարություն է տարածել, որ Հայաստանին կասեցրել է Հայաստանի զենքի գնումը։ Իմ կառավարության մարդիկ, ովքեր որ այս ժողովրդի հաշվին դաշեկում են ապրում, ախրանեկով են ման գալիս, այս ժողովրդի հաշվին հարկերի աշխատավարձ են ստանում եւ կարգավիճակ ունեն։ Խի չեն բացատրում մեզ այդ ինչ են կասեցրել։ Վախը մեկ ասեք ինչ են կասեցրել։ Ինքնիշխաններ ուր եք։ Բա ինքնիշխան եք։ Դրա պայմանագրով բան չեք պարտավորվել արդեն ձեր զենք գնելն են կասեցնում։ Այսինքն զենք գնելը կասեցնում են, դաշնակիցները կասեցնում են։ Այս պետությունը ո՞նց առնելու։ Ոչ բլոկային։ Այդ ո՞րն է։ Այդ ով է մեզ թողալու ոչ բլոկային ապրենք։ Ով։ Ինչ ասեմ, սիրելի հայրենակիցներ։ Չեմ էլ կարա իմ հարցերին արձագանքեմ, որովհետև շատ տակը գրում են։ Խնդրեմ տարածեք այս տեսանյութը։ Բնականաբար այս ֆորմատը մենք կպահպանենք, նաև YouTube-ում մեր առանձին ֆորմատ ունենք։ Շաբաթ օրը Կարպիս Փաշինյանի հետ դետալավորված քննարկում ենք 10:30 մեր ոդկասթում կդիտեք դետալավորված քննարկում ենք խաղաղության պայմանագրի հետ տեքստի։ Այդ համաձայնեցված տեքստի հարցերը, էլի մանրամասն այդ մանիպուլյացիաներին ենք անդրադառնում։ Հետևեք, բազմապատկեք էֆեկտը, տարածեք այս տեսանյութերը եւ ասեմ ձեզ քիչ առաջել են լուր տվել, որ իբր թե հայկական կողմը կրակում է։ Վերջը սա կարող է բերել նրան, որ էսկալացիա լինի։ Հայկական կողմը կարասի, մենք ուզում ենք միակողմանի ստորագրենք, էսկալացիան կանխենք, ժողովուրդ ջան, չի լինում։ Դա չի աշխատելու, չի լինելու։ Ասենք էսկալացիան տենց կարակ մի օր կանխեք, բայց ավելի մեծ արհավիրք բերեք, չգիտեմ։ Չի լինում։ Ոչ մի բան չի աշխատելու։ Ամենայն անկեղծությամբ ձեզ ասում եմ։ Այն մարդիկ, ում որ դուք հեռուստացով տեսնում եք, ովքեր որ աշխատում են մեր շահերը պաշտպանելու, իրանք մեր շահերը չեն կարողանում պաշտպանել։ Ամենայն անկեղծությամբ։ Ես անգիր գիտեմ։ Անգիր։ Եվ ես դա ձեզ ասում եմ։ Հետեւաբար անիմաստ է բացարձակապես իրանց խորհուրդներ տալ, ասել սենց արեք, ստեյզ մտեք, ընդեից ելեք, չի նեն։ Չեն կարող իրան ոչ մի բան անեն։ Իրանց պետքա փոխել։ Այս ավիճակը եւ այս վիճակը արձանագրված է, ինչքան ժողովուրդը գիտակցի, ինչքան քիչ մանիպուլացվի,
Ինձ քաղաքացի էր գրել, որ հեմեկով Արսեն Թորոսյանին նայեցի, մարդը նորմալ է, բացատրեց, դա ասում է, թե խաղաղություն է, ինչ դատական գործ էր։ Հա, մեկը դե թե խաղաղություն է, ինչ երրորդ ուժ էր։ Ինչ խաղաղություն։ Իսկ ով ասե, եթե խաղաղություն է։ Չեք նայում ձեր խաղաղության մյուս կողմը ինչ անում ձեզ։ Ինչ խաղաղություն։ Մենք բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց խաղաղություն բերողները մեր սխալ են, սխալ բերողներ են, սխալ մարդիկ են, չեն կարող բերել խաղաղությունը։ Իրանք արհավիրքները բերողներ են եւ կբերեն նոր արհավիրք։ Եթե ժողովուրդը շարունակի թույլ տալ, որ իրանց անունից այդ մարդիկ ինչ որ բաներ անեն, նոր տրյուկներ անեն, նոր թաթալաբազություններ անեն, նոր փորձանքներ բերեն ժողովրդի գլխին։ Էսա իրավիճակը։ Շնորհակալ եմ, կապի մեջ կլինենք, խնդրում եմ տարածեք, միացեք YouTube-ում, նաև Telegram-յան իմ ալիքում միացեք։ Մենք անդադար հետևում ենք եւ հնարավորինս արագ փորձում ենք արձագանքել բոլոր տեսակի մեր ժողովրդին հուզող կարևոր լուրերին եւ տեղեկություններին։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետության։ Լավ մնացեք։